Մեր շրջանում անասնապահությունը երկար տարիներ եղել է հիմնական եւ կենսական նշանակություն ունեցող զբաղմունք։ Սերունդներ շարունակ մարդիկ ապրել ու արարել են հողի եւ անասունի շնորհիվ։ Կովերի կաթը, ոչխարների բուրդը, մսամթերքը ոչ միայն ապահովել են ընտանիքների առօրյա կարիքները, այլև դարձել եկամտի կայուն աղբյուր։ Գյուղական կյանքի առավոտները սկսվել են անասնագոմերից, արոտավայրերից, իսկ երեկոները ավարտվել աշխատանքի արդյունքը գնահատելով։ Անասնապահությունը մեր շրջանի տնտեսության հիմքերից մեկն էր, շահավետ եւ արդյունավետ ոլորտ։ Գեղեցին պատատի կերպով պետք է անասուն ունենա։ Անասունը առաջ մենք դե սենքու 40-41 թվականները մենք անասունով ենք ապրել, սա բոլոր գեղեցիները, բոլոր քաղաքին բիլակ օգնեին։ Անասունն է, կաթը տավողը, եղը տավողը, միսը տավողը, սա անասուններ են։ Հիմի ուշադրություն չդարուցին, օբշի դարուցին, կոլխոզները վերացուցին, կոլխոզին պես կազմակերպություն գոյություն չունի ոչ միտեղ։ Հիմի էլի կուզենոր վերականգնեցին, հեչ մեկ արիշ չի ըրնի։ Արիշ չի ըրնի, որ կոլխոզները վերականգնեցին։ Մի քասական հողեր ունեինք, սա այդի Ղալաչան, Գերին տաղակված, այդքան հողերը, բիտ ու վաց այլ այմի, ոչ մեկը նա հարդ վարեգը, նա է սանեգը, նա է խոտքը կաղեն, վիրվարոց մնաց, անդերություն եղավ։ Անասնապահությունը մնա օտրասլի շատ օտրասլով ճյուղ է անասնապահությունը։ Որը ամեն ինչ կային Ասաստանը, ամեն ինչ անասնապահությունով։ Մենք հետո կապրեինք առաջ բան չունի, մենք եկամուտ չունեինք առաջ, ինչ ասեմ, էդ էր։ Նայած համի գեղացուն, գեղացի կա, հետ չի ուշադրություն, այլ աշխարհ սովավ։ Մարդի ման բանուր մի տարի որ սովավ եկել էլ եդանք էր, էլ չի ետ դառնա, ետ չի դառնա։ Հիմի արդեն թեմելցանք, բոլորս է թեմելցանք, էլ անասունի չի, արդը դի վարիմ, արդը դի ծանիմ, քաղիմ դի, վերիմ դի, պայիմ դի, մալը դի պայիմ, ջարիմ դի, դուստենիմ, նիստենիմ, կումբ դի թապիմ, դարդես ինչ կսե։ Սակայն տարիների ընթացքում ժամանակները փոխվեցին, տնտեսական դժվարությունները, կերի թանկացումը, շուկայի անկայունությունը եւ արդակնա աշխատանքի աճը զգալիորեն ազդեցին ոլորտի վրա։ Շատ ընտանիքներ ստիպված եղան կրճատել անասնագլխաքանակը, ոմանք ընդհանրապես հրաժարվեցին այս զբաղմունքից։ Երիտասարդ սերունդը քիչ է հետաքրքրվում գյուղատնտեսությամբ, նախընտրելով այլ աշխատանքներ։ Արոտավայրերը դադարվում են, անասնագոմերը լռում եւ երբեմնի աշխույժ գյուղական կյանքը աստիճանաբար փոխում է իր դիմագիծը։ Գեղեցի, այդ մա գեղեցի չկա, եթե առաջ մատ չպայեր, ապրի չէր գնա։ Ուրիշ հետքա զարկացած չէր երկրներն օրսենքու, դե վերեն վարբերեն։ Էմալ ինքը ծաներ, ինքը մշակեր, ինքը խոտ էներ, մալին տար, մալն է միս տար, կատ տար, եղ տար, պանից տար, ապրեին։ Շատ լավ, հանքիստ կախավոր զբաղմունք կար։ Գեղեցին զբաղված էր իրեն տնտեսությունով, տնտեսությունը լարգովար էր, իշոպետներ, կաշխատիր տոր ժամը 9-10-ը, բերզիրգը, լավասիր, հանքիս, հանքշիր, կաստեր հասուրը, հասխուդեր խամեր, պարգիր հանքշիր, տոր մեմե եգուն։ Իսկ ասմալի վաղթը տորի, իդորնևե էլի նույն գործը։ Այսօր անասնապահությունը մեր շրջանում կանգնած է լուրջ առաջ, այնինչ տարիներ շարունակ եղել է մեր հողի ուժն ու գյուղացու հպարտությունը, այժմ վտանգված է վերանալու։ Եթե կարողանանք պահպանել ու զարգացնել մեր ավանդական զբաղմունքը, ապա անասնապահությունը կրկին կարող է դառնալ մեր շրջանի տնտեսական կայունության կարևոր հենասյունը։